Աղոթենք։ Եկնավոր Հայր, մեր Տերը, մեր Աստվածը, փառք ու դանք քեզ ով Տեր եւ շնորհակալ ենք այս տերունական օրվան համար։ Շնորհակալ ենք ով Տեր, որ անգամ եւս քու շնորհքովդ կհավաքվենք ու դանդ մեջ, որպես քու զավակներդ, որպես քու եկեղեցիդ։ Եվ եկած ենք ով Տեր քեզ բաշխելու, եկած ենք քեզ մեծարելու։ Եկած ենք ով Տեր այսօր նաեւ խոսքդ լսելու եւ նաև հաղորդակցելու քու մարմնիդ մեջ Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի մեջ։ Ով Տեր շնորհակալ ենք ամբողջ շաբաթվան համար, շնորհակալ ենք որ մեզի գողքաս, մեզի գբահես եւ մեզի առաջնորդես եւ քու սերը դարբեր ծևերով ով Տեր գահիտնես մեզի նույնիսկ մեր նեղություններում մեջ, մեր դժվարություններում մեջ քու ներկայությունը ով Տեր հոն է եւ կհավատանք որ ով Տեր ցուն աբահով թևերուտակ մեզ գարնես եւ պետք եղած ժամանակ գմիջամդես ով Տեր եւ որ հույսի պետք ունենք հույսով գլեցնես եւ որ համբերության պետք ունենք մեզ համբերություն ուտաս եւ որ ցավի մեջ ենք ով Տեր նաեւ մեզի ուժ կարողություն ուտաս այդ բոլոր դժվարությունները նեղությունները ով Տեր համբերությամբ եւ հույսով դանելու այս բոլորը ով Տեր ու սիրույթ արդահայտությունն են բայց ամենեն կարևորը մեզի համար այն է որ ցուն աշխարհ եկար եւ յանքդ մեզի համար զոհեցիր խաչին վրա որովհետեւ մենք մեղքերու փրկությունը տողությունը ստանանք որովհետեւ փրկությունը ստանանք եւ որովհետեւ նոր յանք ստանանք ու հարությունով եւ հարության զորությունով ով Տեր առանց անոր մենք եկեղեցի չենք եւ առանց անոր չենք գնալ ով Տեր հավաքվել բայց կհավաքվենք որովհետև գիտենք որ ցուն հարուցյալ Տեր ես, աբրող փրկիչ ես եւ մանավանդ մեզի հետ ես ով Տեր եւ գուզես որ մենք քեզ ընդունելով քո աշակերտներդ լանք եւ հավատքով քեզ հետ կալենք հնազանդությունով քեզ հետ կալենք մանավանդ հնազանդինք ով Տեր քո խոսքիդ եւ հավատքի մեր այս կյանքի մեջ, մեր այս ճամփորդյանը մեջ Սուրբ Ոգին զորությունով չանանք աջիլ, չանանք մեծնալ եւ միշտ ալով Տեր քեզի նայել եւ քու հասագիտ հասնել եւ քեզի նմանիլ մեր յանքի մեջ եւ մեր բոլոր բարմունքներում մեջ շնորհակալ ենք ով Տեր խոստումներուդ համար եւ շնորհակալ ենք որ ցուն հաստատ ես բոլոր խոստումներուդ մեջ եթե մենք ով Տեր հավատարիմ լանք եթե մենք ամեն բանի մեջ քեզի գարչած լանք եւ մեր աչքերը միմիայն քու վրա գետրոնացած լանք են որ դու մեր հավատքին առաջնորդը եւ մեր հավատքին գադարողն ես ով Տեր կհավաքվենք այսօր քուդանդ մեջ քեզ բաշխելու կհավաքվենք նաեւ մեր մտահոգությունները մեր հարցերը մեր դժվարությունները քու արչեվդ բերելու կհավաքվենք քեզ մե հոգեվոր սնունդ եւ հոգեվոր առաջնորդություն ստանալու մեր հավատքի յանքին համար ադորամար գաղթենք որ ով Տեր Սուրբ Ոգիովդ նաեւ մեզ հետ լաս եւ զորացնես եւ առաջնորդես ով Տեր այս հadoop օրվա մեջ նաեւ մանավանդ հայրերու օրվան այս օրվա մեջ նաեւ ով Տեր գաղթենք բոլոր հայրերուն համար եւ շնորհալ ենք անոնց կյանքին անոնց աշխատանքին անոնց զորության եւ ցուն ով Տեր մեզի ընտանիքներ վստահացես զավակներ եւ գուզես որ մենք մեր ընտանեկան բոլոր բարդականությունների մեջ բարվինք քրիստոնեական սկզբունքներով եւ մանավանդ մեր զավակները դաստիարակենք ով Տեր խոսքով եւ քո առաջնորդությունով եկնավոր Հայր ցուն մեր յանքի օրինակն ես որպես հայր եւ ադորամար միշտ պետք է որ քեզի նայենք եւ քեզ մեզ սորվենք եւ քեզի նմանենք ով Տեր եւ որպես հայր չանանք նաեւ քու հասագիտ հասնել դուր որ լանք քուտով սիրով բարվինք ով Տեր ներողամտությամբ իմանավանդ գանանք մեր զավակներուն հասկանալ անոնց բայկարներում մեջ անոնց դժվարություններում մեջ իրենց աճագից լալ եւ զորագից լալ եւ միշտ ով Տեր մեզ քու իմաստությունով մեր բոլոր հայրերը մեր բոլոր մայրերը ով Տեր քու իմաստությունով լեցուր իրենց բոլոր որոշումներում մեջ եւ իրենց բոլոր աշխատանքներում մեջ
Գաղութենք եկեղեցին յանքին համար եւ գաղութենք որ դեր շարունակես առաջնորդել եկեղեցիդ իր ծառայություններում մեջ գաղութենք Լիբանանի խաղաղության համար գաղութենք շրջանի խաղաղության համար գաղութենք որ այս կրակմարը հաստատվի այս հարցերը լուծվին եմանալ գաղութենք որ դեր Լիբանանի մեջ այդ խաղաղությունը հաստատես եւ իշխես անոնք որոնք այդ խաղաղության համար գաշխատին եւ գծրակրեն տուն իրենց աշխատանքներով դեր առաջնորդ է եւ օրտնապերեր է եւ չարով դեր հերացուր մեր երկրեն այսօրը այս պաշտամունքը ցեկերտ մեջ կհանցնենք եւ քալիք շաբաթը մեր բոլոր աշխատանքները քեզի բերենք ով դեր դուր որ ինչ որ գնենք այդ բոլորը կուպարկիտ համար լան դեր Հիսուսի անունով գաղութենք եւ խնդրենք հայր որդի եւ սուրբ ոգի շնորհ գրեմեզի ամեն Պայլույս Ասո խոսքը մեզի ուկա այսօր եպրայցերուն նամագեն հետաքրական նամակ մնե եւ այս նամակը հովական նպատակով կրված է հեղինակի մասին բավական դարագործություններ կան թե ով է գրողը Բողոս Արաքյալ շատեր գսեն Բողոս է շատեր գսեն Աբողոս է բայց հստակ չէ որ մեզի համար հեղինակի նյութը միշտ հարց եղած եկեղեցի մեջ բայց Կարևոր այն է, որ այս մեկ հովական մտահոգությամբ գրված է եւ շատ հետաքրքրական է գրնակ կարդալ, շատ կապեր ունի նաեւ 5 դագարանի հետ եւ ուղղված է հավատացյալներու, որոնք գտիմակրավեն զանազան տեսակի դժվարություններ իրենց կյանքի մեջ։ Առաջին տարուն, ասենք դարդղնված դարբեր դեղերու մեջ հռոմեական գայսրության եւ դարբեր տեսակի դժվարություններ գտիմակրավեն Եվ շատեր կմտածեն ետ թարնալ իրենց հինգ յանքին, պաղտադեն կսեին, որ մենք լավ էինք, քրիստոնեություն ընդունեցինք և դժվարություններով առջև ենք, ինչու համար ետ չի թարնանք, և ուրեմն հեղինակ առաջին գլուխի մեջ կսկսի հինեն ասված խոսեցավ իր հայրերուն, մարգարեում միջոցավ և վերջին օրերուն դեր Հիսուսի միջոցավ և գիշեցնե Հիսուսի մեծությունը, Հիսուսի աստվածությունը Եվ գշեշտե անոր այդ աստվածությունը Քրիստոսի գադարածը եւ նաեւ հետաքրական օրեն այս նամակի մեջ գշեշտե դեր Հիսուսի ամբողջական մարդկությունը եւ գսե որ մեզի նման ծնավ դժվարություններով հանդիպեցավ, փորձություններով հանդիպեցավ, թիմակրավեց, բայց առանց մեղքի։ Եվ հետաքրական նամակի մեջ կարևոր թեմաները մեկը հարադեվելու, հավատքի կյանքի մեջ հարադեվելու նյութն է Եվ հեղինակը գսկուշացնե արկեկները, որոնք գրնան սպառնալ մեր հոգևոր կյանքին։ Եթե հավատացյալին ուղղված է, ուրեմն սկուշացումներ ուտա։ Կսե սկուշ եղեք, քանի որ կյանքի մեջ վիճակներ կան, որոնք գրնան ձեր հոգևոր աճման սպառնալ։ Օրինակ համար ինչ են այս սպառնալիքները, անուշադիր լալ Աստծո խոսքին ցուցմունքներուն եւ օրենքին երկրորդ գլուխին մեջ կսեմ որ ուշադիր եղեք պետք չէ անուշադիր լալ պետք չէ մեր հայացքը շեղել այլ դե չի խաբիլ մեղքի հրաբույրներեն եւ աննազան չլալ կսեմ որ մեղքը մեզ երբեմն գհրաբուրե գխապե ուրեմն սկուշ եղեք եւ ուրեմն երբ որ սկուշ չեն լալ մեր սրտերը գրնա խստացնել Ինչպես պարավոնի սիրտը խստացուց, երբ որ ժողովուրդը չուզեց արձակել։ Ուրեմն մի խաբվիկ հրաբույրները, մի խաբվիկ մեղքին հրաբույրները եւ աննազան չլակ։ Եվ անշուշտ աշխատիլ մեր հոգևոր աճման, որտեղներով վարժություններ հավատքի կյանքի մեջ, գիտենք աղոտ, Աստծո խոսքը սերդել, դերմը գսե որ մինչև պետք է աճածը լայք, բայց դակավին գաթնգերեք։ Պետք է մինչև ուսույցը լայք։ Ուրեմն այդ վարժությունները որտեղրել եւ անշուշտ հետաքրքրական քաղաքները մեկ այն է որ խարսխվել Քրիստոսի վրա հավատացյալը պետք է այդ հույսը ամուր բռնե թե դերը իր խոսումները պիտի գադարե իր զավակներուն նկատմամբ գսե որ այս է մեր հույսը եւ դերմը գսե որ խարսխվեցեք խարիսխ դրեք դեր Հիսուս Քրիստոսի վրա գիտեք խարիսխը նավի բարակեն երբ որ խարիսխը Գծկես ավազի մեջ նավը հաստատ կգենա
փոթորիկի դիմաց, հովի դիմաց, ալիքի դիմաց այդ խարիսխը հաստատ կը։ Ուրեմն հավատացյալը պետք է Քրիստոսի վրա խարսխված ըլլա, որբեսի այս կյանքի դժվարություններում մեջ, դակնապներում մեջ գարենա հաստատ գենալ։ Աթույսը մեզ գանքուն գբայ փոթորիկներու մեջ եւ փոթորիկներու թիմաց։ 6-րդ գլխում 11 համարները գսե, բայց մենք կփախցանք, որ ցեզ մեր յուրաքանչյուր նույն չանկը ցուցնե հույսը հաստատելու մինչև վերջը։ Որբեսի դուք ամպույտ չլակ։ Ամպույտը գիտեք ինչ է, Պերուշան։ Ամպույտ չլակ։ Հավանամանիկ անոնց, որ հավատքով ու համբերությունով խոստումները ժառանգեցին։ Այո, դերը մեզի խոստումներ դված է։ Աստված մեզի խոստումներ դված է, բայց այդ խոստումները եւ հավատարիմ է Աստված իր խոստումները մեջ, այդ է մեր հույսը, բայց այդ խոստումները ժառանգել մեզ ինչ կբան չէ, համբերություն, հավատք եւ համբերություն։ Համբերություն այս նամակի մեջ, մեր այս թարգմանության մեջ նաեւ գրնանք փոխարինել հարադեվություն։ Կարող նաեւ 10-րդ գլխում մեջ համբերությունով վազենք գրե, հարադեվությամբ վազենք։ Ասիկա ներածական է, overview գսենք, ընդանուր նայվածք այս նամակին վրա, եթե գարտակ այս նամակը գարտացեք, գրնակ այս միտքերը այդտեղ դեսնել, և հետաքրային է գարժա այս նամակը սերդել կամ որ իսկապես շատ գեղեցիկ նամակ մնե։ Այսօր գուզեմ քիչ հավատքի մասին խոսիլ, և անշուշտ կարևոր գլուխները մեկը այս նամակի մեջ 11-րդ գլուխն է, որ հավատքի սահմանումը գուդա, ինչպես կրնանք սահմանել հավատքը, եթե այս հարցումը ձեզի հարցնեմ, մտայեցեք, ինչպես կրնանք սահմանել հավատքը, ինչ պիտի լա քու պատասխանդ այս հարցումին։ Շատերու մոտ այս սահմանումին նկատմամբ սխալ ըմբռնումներ գոյություն ունին։ Մի քանի գարելություններ հիշեմ, այդ ըմբռնումներ են, հասկացողություններ են, շատերու համար հավատքը գույր հավատք է, գույրորեն գհավատաս, արգելված է հարցում հարցնել։ Գույրորեն գավադա, այսինքն նշանակ է հավատալ առանց մեկ դվյալի, ինչ որ քեզի գսի պետք է որ այդ մեկը գույրորեն առնես։ Ուրիշներու համար հավատքը պետք է լանա է որոշակի, անգլերենով certain գսեք, certainty, որոշակի։ Այսինքն գուզեն տեսնել փաստեր ըսվածին համար ճշմարտության նկատմամբ։ Գասկածի արիտ պետք չէ լա իրենց մոտ։ Նայեցեք Թոմաս ինչ ասավ, եթե Հիսուսի ձեռքերը չի տեսնեմ եւ գողերը չի տեսնեմ, գողին չի տնեմ, չի շոշափեմ, չեմ հավատար, փաստ գուզեմ։ Եվ Թոմաս Սարակյալ ընդհանրապես այդ անձերն է, որ միշտ հարցում գարցնե եւ դվյալներ գուզե, այդ անձնավորությունը, այդ նկարակիրը ունի։ Շատերու համար հավատքը մտային մարզանք է։ Գհավատաս գակմը բաներ եւ ուրիշ բաներու չես հավատար։ Գակմը բաներ գտնունիս, գակմը բաներ չես ընդունիր։ Շատերու համար սկացական եւ այսօր գարկմը ծայրահեղ եկեղեցիներ շատ սկացական ցևով գմոդեն, սկացումներով գդարվին։ Այսինքն ցևովը սկացումներով գմոդենաս նյութին։ Եվ մենք բոլորս գիտենք, որ մեր սկացումները շատ անգամ մեզի ինչ կնեն գխապեն։ Սկացումը ամենեն անհիմն, ոչ թե անհիմն, այսինքն անգայուն բանն է մեր կյանքի մեջ։ Այսօր գարտնանաս սիրտ չունիս, վաղ գարտնանաս ուրախ։ Չես կրնար քո հարաբերություններուդ մեջ միշտ սկացումներով վարվել։ Միտքով պետք է վարվես, որոշումով պետք է վարվես։ Անշուշտ այս բոլորը կարևոր են եւ այս բոլորը մոդեցումներ են եւ այս բոլորը գրնանք մեր կյանքի մեջ տեսնեն եւ իրարու գամփոխացնեն եւ պետք է նայենք որ ինչ բանի մեջ թերևս բաներ գույրորեն պետք է առնենք թերևս ինչ բաներ մեջ պետք է հարցում հարցնենք երբեմն դվյալներ ուզենք պետք է իրար ամփոխացնեն հավատքի կյանքի հարստությունը ադոր մեջն է եթե մեկ քիզի վրա կալես շատ ներ ջամփումը ներ դուպի մեջ դրած գլաս տունքեզի Աստված չսեր որ հարցում բիճի հարցնես Աստված գուզե որ մենք հարցում հարցնենք իրեն եւ գուզե որ մտածենք եւ գուզե որ հասկանանք
Այս նամակը գճանա հավատ իր սահմանումը դալ հավատքին։ Եվ այս բոլորով մեզի challenge գնե, մեզի ասպարեզ գարտա։ Ինչ կսե, արդ հավատքը հուսացված բաներուն հաստատություն ու չերևցած բաներուն աբացույցն է, քանզի անով առաջիները բգայություն ընդունեցին։ Հուսացված բաներուն հաստատությունը, բամը որտուն հույսը միշտ աբակայի հետ կապված է, հաստատությունը, բայց չերևցած բաներուն աբացույցն է, եւ անշուշտ կարելի է նաեւ ասոր մասին սերդողություն ընել։ Հավատքը որոշակի է, հաստատություն, աբացույց, եւ դրա համար շատերը ասի, որ գուզեն աբացույց տեսնել հավատքի կյանքի մեջ։ Բայց Աստվածաշունչը այս որոշակի ըլլալու հասկացողությունը դարբեր ցևով կհասկնա։ Մնացյալ գլուխը երբ կարտաս, եւ ոնդեր ինչ կհիշե, հավատքով Աբրահամ, հավատքով Մովսես, հավատքով անուններ գիշ, անուններու շարամ մգա այդտեղ։ Մենք ասի գսենք հերոսներու թանկարան է այս պատվածը։ Բիդեսնես որ այս հերոսները բոլորն իրենց կասկածի վարյաններ ունեցան, երբ վերիվայրումներ ունեցան, գիտենք, Աբրահամ սուտ խոսեցավ, սա որ Սարան գինս չէ, քույրս է, Մովսես հարգացավ, եւ ամեն մեկուն կյանքի մեջ կտեսնենք, որ դժվարությունը, դակնապը, ինգած վիճակը գա, Դավիթ ասոսերդի մոդիկանց գիտենք Դավիթի մեղքերը։ Ավելի լավ թարգմանություն ուրիշով եթե թարգմանենք, հավատքը չերևցած բաներուն աբացույցն է։ Եթե շարունակենք անշուշտ օրինակներ դալով ձնտոցեն մինչև մարգարեները, երեք սկզբունքներ կրնանք ճշտել հավատքի մասին։ Եվ այս սկզբունքներով կրնանք նաև այս հավատքի մասին մտածել։ Առաջին հավատք, դարօրինակվան միտցեմ, դեսնել կու ագանչներովդ։ Ագանչով կդեսնես, ագանչով կլսես, դարօրինակ է ասիա։ Այս հատվածին թեման, գիտեք ինչ է, նայել թեպի առջև բաներու, որոնք դակամին չեն դեսնված եւ չեն իրականացած։ Okay, նայել թեպի աբական, նայել առջև բաներու, որոնք դակամին չեն դեսնված եւ չեն իրականացած։ Ոչ թե անցյալին նայել, այլ աբակային նայել ակնկալությամբ, հույսով։ Բայց ինչու գսեմ ագանչներով նայել, որը այս մեկ հիմնված է Աստծո պատկամին, Աստծո ըսածին կամ Աստծո խոստացածին վրա։ Այսինքն այս հերոսները, այս խոստումները լսեցին Աստծուծմե իրենց ագանչներով եւ նայեցան եւ սպասեցին անոնց իրական դառնալուն։ Հասկացաք միտքը։ Աստված բամը գսե գլսեն բայց թեպի աբակա գնային։ Աբրահամի գսե որ դու դեղը ցկե կալե եւ կնա դեղ որքեզի ուր որքեզ մի առաջնորդեմ։ Մարդը հանգիստ ամեն ինչը ցկեց եւ քնած։ Եվ ինչ կսա Աստծո խոսքը։ Չեր գիտեր ուր երթա։ Դեսնել մեր ագանչներով։ Այս մեկը գարտացեք ամեն մեկ հերոսի մեջ դերը բամը գսե եւ իրենք թեպի աբակա գնային։ Եվ անշուշտ գվստահին Աստծո եւ գհավատան։ Սորվիլ վստահիլ խոստումներուն, որ ստացան։ Եվ անշուշտ այս մեկը մեր ամբողջ հայացքը կփոխե թե ինչպես գնայինք վաղվան, ինչպես գնայինք աբակային։ Աբրահամ կանչվեցավ, մտի գրավ, գնաց եւ չեր գիտեր թե ուր գերտար։ Գսե հավատքով Սարան որտեզնության սերմը առնելու խոստում ընդունեց, զավակ պիտոնաս, եւ նայեցավ աբակային եւ սպասեց։ 10-րդ համարի մեջ հավատքով խոստումը լսեցին, բայց գսե չարած մերան։ Իսահակ քալու բաները լսեց եւ մարգարեությունով մարգարեացավ եւ օրհնեց Հակոբը եւ ոչ թե Եսավը
Եվ անշուշտ Հովսեփ իր մահվան անգույնին Հովսեփ հիշեցուց իր ժողովրդին Եգիպտոսեն ելնելը։ Սա որ Եգիպտոսի մեջ 400 տարի պիտի մնաք, բայց դերը ցեզի պիտի այցելե։ Ադիգալ լսեցին եւ անշուշտ սպասեցին։ Ասի առաջին սկզբունքն է։ Երկրորդ սկզբունքը անշուշտ հավատքը կորձունիա վստահություն է։ Active։ Գրաբարական չէ։ Ոչ թե գնացից բամը չես ներ, ոչ։ Հավատքը մեզ նաեւ կորձի գրաբեր։ Այո, Աստծո վստահել սպասել դա մեզ կորձի գրաբեր է։ Եվ այդ կորձը կտեսնենք մեր ըրածներուն մեջ։ Գույր ավատ չէ։ Երբ մեկումը կվստահիս գույրորեն չես վստահիր։ Բայց դվյալներ ունիս, որ գոգնեն քեզի վստահելու, որովհետև այդ անձը վստահելի է։ Եվ անշուշտ բոլորն ալ կորձնական օրեն վստահեցան Աստծո, որովհետև գիտցան, որ Աստված հավատարիմ է իր ասածներում մեջ։ Ադորամար Աբրահամ իր արարչությունը ցկեց եւ պատրաստ էր ամեն բան ցկելու եւ հնազանդեցավ Աստծո խոսքին եւ Աստծո հրավերին։ Նոյդաբանը շինեց, երբ պատվերը լսեց եւ չրեղ եղած չեր, չրեի գաղափարը չի գար։ Եվ մարդիկ վրան խնդացին, ինչ կնես կորտուն, ինչ համար գիշնես որ ասիա։ Ինչ չրեղ, ինչ բան դեր այդ գաղափարը չի գա։ Եվ երրորդ եւ ասի կարևոր ճշմարտությունն է։ Հավատքը եւ մեր հավատքի կյանքի արդահայտությունները բազմազան են, հարուստ են, անգլերենով diversity գսենք, արաբերենով tanawwu, բազմազան եւ հարուստ են։ Ինչու այս բոլորին փորձառությունները իրար մե դարբեր են։ Մեր բոլորին փորձառությունները իրար մե դարբեր են։ Ամեն մեկս մեր հավատքի կյանքի մեջ փորձառություններ ունենք։ Իսահակի մասին մի անկրված է, որ ուխտը փոխանցեց իր զավակներուն։ Ուրիշ բան չէ, եւ հայրերեն մեկն է հին ուխտի։ Հոսեփ մասին շատ բան գիտենք, Հոսմիանգի իշվի ինչպես իր թաղումը ծրագրեց այս հատվածի մեջ։ Ուրեմն գտեսնենք, որ անձերու կյանքի մեջ այս հարստությունը կա, այս զանազանությունը կա։ Դեղը գտեսնենք հաղթանակներ, դեղը գտեսնենք մահ, դեղը գտեսնենք գորուստ։ Եթե այս գլուխը վերջացնենք, գսե որ ալինչ ասեմ, ժամանակը բավական չէ, որ պատմեմ Գետեոնի, Փարագեվան եւ ուրիշներու, որոնք հավատքով թակավորություն հաղթեցին, արտարություն կորեցին, խոստումներով հասան, արիզներով պերաններ կոծեցին, գրագի զորություն մարեցին, գիներek չարչարվեցան, հալածվեցան, գիներն մերենները ընդունեցին հարություն արած։ Շատ հետաքրքրական հատված մնաց, որ ընդհանրապես մենք կգարտանք։ Ուրեմն զանազանություն կա, հարստություն կա մեր հավատքի կյանքի փորձառություններում մեջ։ Եվ ասիկա գեղեցիկ բան մնե եկեղեցի մեջ եւ ասիկա օգտակար է, որովհետեւ նաեւ դաստիարակիչ է։ Նաեւ մենք իրար մե գսորվենք, իրարմով գզորանք, ուրիշներում գսե հորտորեցեք իրարու, գսե քաչալերեցեք իրար եւ հորտորեցեք իրար դերմը այլ գլուխներում մեջ։ Հավատքը չինի ուրեմն եթե ասոնք կան, հավատքը չի նշանակել, որ ամեն բան լավ պիտի լա մեր կյանքի մեջ, բայց հավատքը նշանակել, որ դերը հավատարիմ գտնվողները ինչ պիտի նե, պիտի վարձատրե։ Եվ այս բոլորը նկարագրելով հաջորդ գլուխի մեջ կգրե, ուստի մենք, որ այս կամ վկաներու բազմությամբ ուրիշ թարգմանության մեջ բազմությամբ ամբով գսե շրջապատված ենք, մեր հավատքի կյանքը վազելու ենք հարադեվությամբ եւ համբերությամբ։ Վազենք Եբրայեցիս 11:2։ Հավատքի կյանքը կնմանցնե մարաթոն վազքի։ Հավատքի կյանքը արագ վազք չէ, բայց մարաթոն վազք է։ Եվ գիտեք, մարաթոնը ընդհանրապես 42 կիլոմետր վազք է։ Եվ այս մեկը վազելու համար 3 բաներու պետք ունիս։ Եթե պիտի վազես, 3 բան պետք ունիս։ Անոնք որոնք կվազեն դիսցիպլին, գարկ եւ կանոն։ Ավելորդ ծանրություններ վազքդ
գգասեցնեն, գթեթևցնեն։ Ադորամը գսե երբ որ ավելորդ ծանոթություն գգրենք, այդ մասը ավելի դժվար գլա։ Ինչ են ամեն ծանոթություն մեկտիցիկ ենք գսե արաքյալը այստեղ։ Ինչ են այդ ծանոթությունները։ Գրնան լալ մեր փնավորությունները, գրնան լալ մեր սովորությունները, գրնան լալ մեր գապվածությունները դարբեր բաներու։ Եվ անշուշտ եւ մեզ թյուրավ բաշարող մեղքը գսե հեղինակը, քրողը։ Ուրեմն ասոնք ծանոթություններ են։ Ադորա մենք բասկի մեջ, հավատքի անկի մեջ դիսցիպլինի պետք ունենք, կարգ եւ կանոնի պետք ունենք։ Ես դրաս մարաթոն գվազե կդեսնեմ, որ ինչպես մարզանք կնե, արդուանուխ կել գվազե։ Ինքնին կմար որպես գանա այդ վասկը վերջացնել իր ջաշին, գշիրքին, այդ բոլոր շատ հետաքրքրական հետես պիտի բազեմ, չեմ ունա բազել, դադիգա։ Երկրորդ, բայց անշուշտ մեզ համար հավատքի յանքը վասկ է, որ պիտի վազենք, բայց կրնանք սորվիլ, մարզանքեն ալ նաև կրնանք սորվիլ։ Երկրորդ, կարևոր է, որ շիդակ մտաբատկեր ունենաս։ Անգլերեն բառ mindset կսեն, միտքը շիդակ ծևով դասավորված պետք է որելա։ Շատ կարևոր է մեր յանքի մեջ մեր ունեցած մտաբատկերը։ Մեկ դաշնամ, փամը գսես չլար գսե։ Ասան գնենք չլար, adank գնենք, ասի մի ցախողինք։ Արջոր դիսկաս կնենք, խոսենք կոր ասում մասին։ Նայեցեք, ասալ mindset է, ասալ մտաբատկեր է։ Փամը գսե մի ցախողինք, ոչ։ Հետը բիտ խոսին բիցում, որ մտաբատկերդ պետք է որ փոխես։ Այո, ասկանդարի ասանք վարժված ես, բայց պետք է մտաբատկերդ փոխես։ Պետք չէ վախնաս նոր բաներ փորձելու, ընելու, նոր ծևով բաներ ընելու։ Եվ եթե մտքիդ մեջ որոշայես, որ ես ասիկա չլար, ուզած դեր էբի չլա։ Բայց եթե որոշես, որ նո գլա, իդա հաճողիմ, ամեն չանք կնես, որ այդ մեկը այդ գործ հաճողությամբ վերջանա։ Շիդակ մտաբատկեր, վազել հարադեվությամբ եւ համբերությամբ։ Հավատքի կյանքը կբանչե համբերություն, հարադեվություն։ Եվ այդ մեկը հիշեցինք քիչ առաջ 6-րդ գլխում մեջ համբերությունով խոստումները ժառանգեցին։ Համբերությունով խոստումը ժառանգեցին։ Այս գլուխը լեցուն է անշուշտ օրինակներով։ Եվ փակի զմփանամ, կայմ որ այսօր նույնպես հայրերը օր չէ։ Մեր ընտանեկան կյանքի մեջ ալ գարձեմ որ այդպես է, չէ՞։ Մեր զավակներուն հետ մեր հարաբերությունը, մեր դաստիարակությունը, երբեմն մեր ուզածին պես մեր ուզածը չեն ներ, դարբեր կմտածեն։ Հայրերն ալ պետք է որ այս համբերությամբ, հարադեվությամբ, զիրենք հասկանալով պետք է որ նյութերը դանիս, չէ՞։ Աստված ալ մեզ անտեպ այդպես է։ Սամոսը այդպես կսե։ Եվ անշուշտ վերջին նյութ, վերջին միտքը շիդակ գեթոնացումը որդեգրել։ Նախ վկաներու ժառանգությունը ունենք, որ մեզի փոխանցված է անցյալեն։ Այս հերոսներեն, հավատքի վկաներեն, մեր եկեղեցի նախահայրերեն, այսօր մեր եկեղեցու 180-ամյակի պաշտամունքն է, հայավետ առաջին եկեղեցի մեջ ժամը 7-ին, նաև այս մեկն ալ մեզի համար ժառանգություն է, ավանդ է մեր եկեղեցի հիմնադիրներեն, 180 դայները իվեր, մենք այդ հավատքով, այդ կիձին մեջն ենք, և այդ կիձը պետք է որ ամեն ծևով, այդ ժառանգությունը պետք է ամեն ծևով պետք է որ մահենք։ Ուրեմն ամենին կարևոր բանը այս բոլորի մեջ աչքերը գեթոնացուր Հիսուսի վրա։ Ադորամար աչքերը թող չի շեղին, երբ որ շեղիս ուրիշ տեղ պիտի Հիսուսին այն կսեք։ Մեր հավատքին առաջորդին եւ գադարողին, որ իր աչքով գեցած ուրախության համար խաչը հանցնարավ։ Իր ուրախությունը մեր փրկությունն էր։ Ադորամար խաչը հանցնարավ, ամոթ արամարեց եւ Աստծոին աչքով նստավ։ Դերը զինք
բարձրացրեց, աջ կողմը նստեցուց երենքի արքայությանը մեջ։ Ուրեմն Հիսուսի վրա գետնացուր Քրիստոսի օրինակը զիս գկաչալերը։ Ինք կադարեց եւ մենք ալ գրնանք կադարել։ Ինք հավատարիմ մնաց եւ մենք ալ պիտի ճանանք, պիտի աշխատենք հավատարիմ մնալ, հնազանդ մնալ։ Այո, ինք կադարյալ է, իրեն հասակին գճանանք հասնել։ Ադորամար այս շարանկությունը մեզի փոխանցված է թարերը իվեր։ Ինչ շարանկություն պիտի ցկես շուրջիններուդ եւ կուզավակներուդ։ Նաեւ այս հարցումն ալ նաեւ որպես հայր կարևոր է այս հարցումը։ Ես ինձ ալ կարծում որ լավ ինչ շարանկություն պիտի ցկես շուրջիններուդ եւ կուզավակներուդ։ Եվ արդյոք այսօր ինչ ծանրություններ քեզ գտանտաղեցնեն հավատքի այս վասկին մեջ։ Ինչ ծանրություններ։ Այո, մեր կյանքը դժվար է։ Բոլորս այս երկրի մեջ գաբրինք։ Ասոնք դակնապներ են մեզ համար, ծանրություններ են, ասոնք արդակին ծանրություններ են մեզ համար, բայց ինչ ծանրություններ մեզ գտանտաղեցնեն մեր հավատքի յանքի մեջ եւ մտածելու ենք, որ ինչպես կրնանք այդ ծանրությունները թոթափել մեր ուսերեն, մեկտի տնել։ Թողները մեզի այս հավատքի մեջ հաստատե եւ զորացնե։ Եվ դերը դա որ միշտ կարողանանք իրեն նայել, կամ որ ինքն է մեր հավատքին առաջնորդը եւ գադարողը։ Աղոթենք։ Եկնավոր Հայր, ով Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ որ դու մեր առջև շատ լավ հավատքի յանքի օրինակ դրած ես։ Եվ նաև գիտենք, որ ով Տեր դու նաև պատրաստ ես մեզի մեր հավատքի քայլերու մեջ, մեր հավատքի յանքի մեջ օգնելու եւ զորացնելու եւ առաջնորդելու։ Օգնե մեզ ով Տեր որ կանանք քեզի հանդեպ այդ հանցնարությունը ունենալ եւ մեզի այս փոխանցվածը մեր նախայրերեն հավատքի այս հերոսներեն եւ քեզ մե կանանք իսկապես ով Տեր հասկանալ, ըմբռնել եւ նույն հավատքով, նույն համբերությամբ, նույն հարադեվությամբ մեր ընթացքը շարունակենք ով Տեր եւ կհավատամ որ երբ որ մենք հավատարիմ ենք նաեւ ցունալ մեզ կբարձրացրես ով Տեր լա այստեղ մեր այս աշխարհի կյանքի մեջ եւ նաեւ ավակային ով Տեր հավիտենականությանը մեջ օգնե մեզ որ միշտ գանանք քեզի հավատարիմ գտնվել քո անունով կխնդրենք շնորհ մեզի ամեն Բարի օր բոլորիդ